Բարի երեկո ձեզ, նախ ներկայանամ Դեմիրճյան Արթուր, հայկական համալսարանի 7-րդ հոսքի ունկնդիր։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին նման ֆորմատի հանդիպում կազմակերպելու համար։ Եվ հիմա հարցս, պարոն նախագահ, դուք 2018 թվականից առաջ 2018-ին եւ ցայսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահն եք։ Չեմ անդրադառնա 2018 թվականին վարչապետի ընտրության մասով ԱԺ-ում կայացած քվեարկությանը, դրա մասին շատ է խոսվել, փոխարենը հարցս ուղղված է դրանից հետո կայացած մեկ այլ փակ քվեարկության, ձեր խմբակցության պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու որոշման առնչությամբ։ Խոսքս գեներալ Մանվել Գրիգորյանի մասին։ Ըստ այդ քվեարկության արդյունքների ամբողջ ազգային ժողովից ընդամենը 3 հոգի դեմ քվեարկեց այդ որոշմանը, մինչդեռ այդ պահին հանրապետական խմբակցությունը մեծամասնություն էր դեռ։ Ինչ եք կարծում, այդպիսի քվեարկությունն էր ժողովրդի ճնշման արդյունք, ժողովրդական լայն զանգվածների ճնշման արդյունք, թե գեներալի մարտական, կուսակցական, գաղափարական ընկերները օրվա գործադիր իշխանությունների զոհը դարձան, ինչպես Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ։ Ես չեմ համարում, որ հանրապետական կուսակցությունից որևէ մեկը կամ 18 թվականին կամ 25 թվականին ընդհանրապես զոհ ա դառել որևէ մեկին։ Ոչ, բոլոր այն բռնաճնշումները, որոնք եղել են ի պատասխան մեր գործողությունների, որի մենք գնացել ենք գիտակցաբար։ Մենք երբեք մեզ զոհի կարգավիճակում չենք պատկերացրել եւ չենք էլ պատկերացնելու։ Կներեք, երևի ես սխալ ձևա, չէ, ոչ թե զոհը, բեմադրած այդ շոուի զոհը, այսպես ասեմ։ Իշխանությունների բեմադրած շոուի։ Իմ ասածը նկատողություն չի ձեզ կամ ըշտամբանք չի ձեր բառերի, ես ասում եմ այն, որպեսզի մի անգամ էլ բոլորը լսեն։ Որտեւ ինձ համար հեչ հաճելի չէ, էլի, որտեղ նստած լսարանը կամ վաղը մյուս օրը շուտ մարդիկ կարծեն, որ մենք մեզ զոհի կարգավիճակում ենք պատկերացնում, չէ։ Մանվել Գրիգորյանը ազգային հերոս է։ Մանվել Գրիգորյանի վաստակը շատ մեծ է։ Իմիջիալոց ասեմ, որ երբ որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության նախագահը որոշեց պարգևատրել 94 թվականն է դա, մայիսին, որոշեց պարգևատրել այդ պատերազմական գործողություններում աչքի ընկած վաստակ ունեցող մարդկանց, ապա երևի իմ մեղավորությամբ որևէ ողջ մնացած զինծառայողի Հայաստանի Հանրապետության հերոսի կոչում չշնորհվեց։ Երբ որ արդեն ազգային ժողովով հաստատվել էին Հայաստանի Հանրապետության պարգևները եւ այլն, եւ նախնական աշխատանք էր գնում, Վազգեն Սարգսյանը ինձ ուղիղ հարցրեց, ասեց. «Սեր, ինչ ես կարծում, արժի արդյոք, որպեսզի Հանրապետության նախագահը հերոսի կոչում շնորհի ողջ մնացած ցանկացած մեծ հերոսություն կատարած անհատի»։ Ես ասեցի ոչ, ես չեմ համարում դա ճիշտ, որովհետև մենք դեռևս շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, երբ որ արդեն կտեսնենք, որ այդ ճանապարհը արդեն հաջողությամբ հաղթահարել ենք, այն ժամանակ դա կանենք։ Եկեք առաջնահերթությունը տանք զոհվածներին։ Եթե այլ որոշում կայացվեր, վստահ եղեք, որ այդ
մարդկանցից ովքեր պարգևատրվեցին մարտական խաչ առաջին աստիճանի իշխանանշանով, առնվազն մի 4-5 հոգի Հայաստանի Հանրապետության հերոսի կոչում էին ստանալ։ Ես շատ մոտիկից եմ շփվել Մանվել Գրիգորյանի հետ։ Ես չեմ ասի, որ նա ամեն ինչում իդեալական էր, բայց չգնահատել նրա վաստակը ուղղակի ապերախտություն է։ Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, բայց զերծ կմնամ դրանից, ուղղակի ուղիղ պատասխանեմ ձեր հարցին։ Եթե ուշադիր լինեիք, մենք ձերբակալումից անմիջապես հետո մեր խմբակցությունը հայտարարություն արեց եւ ասեց, որ սխալ բան եք անում այ երկրի կառավարիչներ, բայց եղել է Մանվել Գրիգորյանի խնդրանքը կողմ քվեարկել այդ որոշմանը, որպեսզի միամտություն ներկայացնելու, որ կարող է ինչ-որ ձևով արդարադատություն ունել, ամենայն դեպս որպեսզի հերքվեին այն հերյուրանքները, որոնք հնչում էին նրա հասցեին։ Վարան Բաղդասարյան դրա մասին հայտարարել է, մի քանի ամիս առաջ էլ ինչ-որ այդպիսի հարցադրումներ կային, մերոնք պատասխանել են եւ ազգային ժողովի պատգամավորները ավելի հակված են եղել կատարել Մանվելի խնդրանքը, քան դրան դեմ քվեարկել։ Սա ակնհայտ է, որովհետեւ ինչքան էլ ժողովրդի ճնշումը լիներ, ինչքան էլ իշխանությունների ճնշումը լիներ, որևէ մեկը չէր կարող ինձ համոզել, որ Մանվել Գրիգորյանը տուշոնկա ուտող է, այն էլ զինվորի տուշոնկա, այն էլ տանը, տնային պայմաններում։ Դեք Մանվել Գրիգորյանը այնքան մեծ հեղինակություն է ունեցել պարզ զինվորների, ընդհանրապես զինվորականների շրջանում, որ երբ ապրիլյան պատերազմի, կարելի ասել առաջին կամ նույնիսկ երկրորդ օրը մի քանի հազար երկրապահներով գնացել հասել էր Ստեփանակերտ, ինձ պարբերաբար զեկուցում էին, որ զորքում ոգևորություն է տիրում։ Ուղղակի տարածվում է, տենց տարածվում էր, որ տղերք Մանվելը հասել է։ Դրանից ավելի մեծ վաստակ ով է ունեցել։ Այնպես որ նրանք, ովքեր այսօր փորձում են ինչ-որ հանգամանքներով մեր ունեցած թերություններին հավելյալ զրպարտանքներ ավելացնել, ով փորձեն։ Բայց դա եթե իրենց օգուտ է, օգուտ է։ Եթե դա իշխանությունների ջրաղացին ջուր լցնել չի, թող փորձեն։ Պես որ էս ա եղել իրադարձությունները։ Եթե կուզեք, ես Վարան Բաղդասարյանին կխնդրեմ, կարող է նույնիսկ գրավոր լինել այդ խնդրանքը Մանվելի։ Եթե չէ, Մանվել Գրիգորյանը ունեցել է բազմաթիվ ընկերներ, մերձավոր ընկերներ, որոնք այսօր ողջ առողջ են, կարող եմ խնդրել նրանցից մեկի հետ հանդիպեք եւ ճշտեք։ Այդպես են իրադարձությունները զարգացել, թե չէ։ Կարողացա պատասխանել։